Սա դուր չի գալիս մեր որոշ հարգելի գործընկերների, բայց ես իրանց միշտ ասել եմ, մանավանդ ընտրամբանության մեջ, երբ որ ընդհանուր Բելարուսիայի նախագահը հրապարակային հայտարարում ասում է, դե հայերը ում են պետք հայերը, հայերը ու ինձ ասում են, բանա, արժանապատիվ, բա դուք այդ հայտարարությանը որևէ կերպ արձագանքել եք, չեն արձագանքել, գիտեք ինչի, որովհետև իրանք են համարում, որ հայերը ոչ մեկի պետք չեն, Հայաստանը ոչ մեկի, այդ իրանք լռությունը համաձայնության նշան է։ Ես ասում եմ, որ Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա այլ ընտրանք, լինել ԵԱՏՄ կազմում, թե լինել Եվրամիության կազմում։ Այդ ես չեմ որոշելու ժողովուրդ, այդ հզորն է որոշելու։ Հզորը, ով է հզորը, Հայաստանի քաղաքացին է հզորը, այդ դուք եք որոշելու, ես չեմ որոշելու, իմ խնդիրն են է, որ դուք ունենաք այլ ընտրանքներ և դուք ունեք այլ ընտրանքներ, և ես ուզում եմ ասել, են մեր գործընկերները, ովքեր սրանց սպառնալիքով են պատասխանում, թեկուզ թաքնված, իրանք իրանց դեմ են գործում, որովհետև իրանք ընդհակառակը, պետք է առաջարկ անեն Հայաստանի ժողովրդին, ասեն այ մենք ես լավ բանը կանենք, իրանք հակառակն են ասում են մենք ես վատ բանը կանենք, լսեք, անտրամաբանականը և էդ էլ ուրիշ բանա, ուրիշ անտրամաբանականը Հայաստանին սպառնալ, ասենք օրինակ թանկ գնով, որովհետև թանկ գնով սպառնալիքին կա պատասխան, մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա, հասկանում եք, և այսօր Հայաստանը դառնում է խաղաղության խաչմերուկ, այդ նշանակում է, որ Հայաստանը ոչ թե հազարների կամ միլիոնների երկիր է ալնելու, Հայաստանը լինելու է միլիարդների և տրիլիոնների երկիր, մենք այլևս ենք կուչեկած, պլեջին կակա ասող պետությունը և ժողովուրդը չենք, մենք այսօր մի պետություն ենք, որը ի վիճակի է ինքը կառուցել իր բարեկեցությունը, մենք այսօր այն երկիրն ենք, որ ռազմաարդյունաբերական համալիր ունենք և զարգացած երկրներին զենք ենք վաճառում, ոչ թե չզարգացած, այլ զարգացած երկրներին։ Մենք այն երկիրը չենք, որ պարադ է անում, զորահանդես է անում, իրար կպցրած, նի կանդիցիոն, նի կանսերվի կոկոշներով, վաղ եկեք Հանրապետության հրապարակ և տեսեք ինչ պետություն է Հայաստանի Հանրապետությունը։ Բայց մենք չենք պատրաստվում որովհետև մենք պատրաստվում ենք խաղաղության և դուք եք մեզ ասեք 21 թվին, այո, մենք 21 թվին եկել ենք նախընտրական ծրագրով, Շուշիի դեօկուպացիա, չգիտեմ ինչ ծովից Հայաստան, ես իմ ինչ, սնուցող մայրերը իրանց խոհանոցում, ճաշեպելը կիսատ թողել են, եկել են մեր հավաքներին, և ինձ բռնել են, ականջիս ասել են խաղաղություն, դուրս արի այդ բաներից խաղաղություն, նայ իրականությանը և ես այսօր Հայաստանի Հանրապետության սնուցող մայրերին, մեր տատիկներին զեկուցում եմ, ես արել եմ ձեր ասածը, մենք ունենք պետություն, մենք ունենք խաղաղություն, մենք ոչ միայն ունենք ապագա, այլև ապագան այսօր է, հիմա է այստեղ է ապագան, և մեզնից ուզում են խլել մեր ապագան, թույլ չտաք, որ մեր ապագան խլեն մեզանից։ Եվ այսօր ընտրությունների լուծվում է
մի հարց կամ հարցերի մի խումբ Հայաստանի ժողովուրդը տեր կանգնելու է արդյոք խաղաղությանը թե չէ, որովհետև խաղաղությանը տեր կանգնել նշանակում է տեր կանգնել պետությանը, տեր կանգնել անկախությանը, տեր կանգնել ապագային։ Եվ այս է պատճառը, ես այդ պատկերին շատ է դուր գալիս, մեր խաղաղությունը 9 ամսեկան է, 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, առաջին օրացուցային տարին է, որ մենք զոհ և վիրավոր չենք ունեցել սահման, 91 թվից ամեն տարի մենք զոհեր և վիրավորներ ենք ունեցել, այսինքն 25 թիվը առաջին օրացուցային տարին է, որ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը մենք ոչ զոհ ենք ունեցել, ոչ վիրավոր։ 2 տարի արդեն մենք ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Եվ դա այն ամեն ինչի արդյունքում, որ ես 2021 թվականի ընտրություններից հետո գերկենտրոնացած եմ եղել, գերկենտրոնացած։ Այն պատգամի վրա, որ մեզ տվել են, որ ինձ անձամբ տվել են, մեր մայրերը, մեր տատիկները, մեր պապիկներն են նրանց թիկունքին, հայրերը և պապիկները նրանց թիկունքին լուր կանգնած են եղել և այդ լռությամբ ուժեղացրել են այդ ուղերձը։ Եվ այսօր մեր 9 ամսեկան խաղաղությունը նման է 9 ամսեկան երեխայի, որի նկատմամբ եթե հոգ չտանենք, չխնամենք, չի ապրի այդ խաղաղությունը ժողովուրդ, չի ապրելու։ Եվ խաղաղության նկատմամբ հոգ տանելու համար շատ ուղիղ և հստակ ասում եմ մի բան, պետք է գնալ ընտրական տեղամասեր և գործել հետևյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչի ենք քվեարկում 16-ին, որովհետև այդ քվեարկությունը նշանակում է, որ պետությանը տեր ենք, անկախությանը տեր ենք, ապագային տեր ենք, խաղաղությանը տեր ենք, բայց գիտեք ինչ, այս դեպքում էլ այդ տեր ենքը պետք է փոխել, տենց ասում ենք տեր ենք, բայց իրան պետք է բաղդատել, պետք է յուրաքանչյուր քաղաքացի ասի, որովհետև էդ էլ կա, որ միշտ մենք խոսում ենք ենքի տակ, շատերի տակ, ժողովրդի տակ, մենք անդադ խոսում ենք ուրիշներից, մեզնից հեռու։ Հա մենք եկանք, բայց կարանք կենտրոնում կանգնածլնենք, կարանք եզրին կանգնածլնենք, կարանք ընդհանրապես կարևոր գործ ունենանք այդ պահին, գնանք այդ գործերով, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է արձանագրի և առերեսվի մի բան, մի փաստի հետ, որ պետության, անկախության, ապագայի, խաղաղության ճակատագիրը կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, և այդ մեկ մարդը դու ես, 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 երեխեք ասցի դուք չեք, որովհետև դուք չեք մասնակցում քվեարկությանը, երբ որ 18 տարեկան կդառնաք, այն ժամանակ արդեն, և այդ մեկ մարդը դու ես,